Հայաստանի արտգործնախարարը Շվեյցարիայում է, Ժնևում մասնակցում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին։ Իր ելույթում Արարատ Միրզոյանը խոսել է հիբրիդային սպառնալիքներից, խաղաղությունից, որի ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի հետ տասնամյակների հակամարտությունից հետո, նշել է նաև այդ գործընթացի բարդությունները, որ 19 հայ կալանավորված անձինք դեռ Բաքվի բանտերում են, խեղաթյուրված պատմական նարատիվներն էլ շարունակում են տարածվել։ Last year's peace summit in Washington Անցյալ տարի Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը ոչ միայն խաղաղություն հաստատեց երկու երկրների միջև, այլև հարթեց առևտրի, կապի և մարդկանց միջև շփումների ճանապարհը։ Կառավարությունների միջև համաձայնագրերից առաջ անցնելու համար մենք նաև մեր հասարակությունների, այդ թվում տուժած բնակչության միջև իրական երկխոսության և վստահության սերմեր ենք ցանում։ Though the painful humanitarian consequences of the conflict are still to be resolved, Չնայած հակամարտության մարդասիրական ցավոտ հետևանքները դեռ չեն լուծվել և հեռավոր մոտ անցյալի վերքերը շարունակվում են, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին։ Հաշտեցումը իսկապես դժվարին գործ է, հաշվի առնելով Բաքվում դեռևս պահվող 19 հայ կալանավորվածներին, անհետ կորած անձանց ճակատագրերի և բռնի անհետացման դեպքերի պարզաբանման անհրաժեշտությունը, ինչպես նաև աղավաղված պատմական նարատիվները։ And amid dissemination of distorted historical narratives. Nevertheless, Armenia remains firmly Այնուամենայնիվ Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ այս ուղու հետագա իրականացմանը, հասկանալով, որ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը կխթանի հակամարտության հետևանքները լուծելու ավելի բարենպաստ միջավայր։ addressing the consequences of the conflict.